իրենց հավաքած ողջ լեռնադրամները տալիս են ակումբին։ Բավականին պատասխանատու ու միևնույն ժամանակ հետաքրքիր ընթացքը։ Կարող է հենց այդ նվերների համար անեն այդ ամեն ինչը, այլ ոչ թե իրանց անձնական անձնային աճի համար։ Չեն ասի լավ քնեմ առավոտը կանեմ, ասում են սա անեմ, որ առավոտը նորը ստանամ, երևի ընդհանուր որոշման էին եկել։ Շատ են կարծում պատանիները։ Այս մի քիչ արկածախնդրություն էր։ Երազեի այդպիսի հնարավորություն ունենալ։ Մենք խիզախել ենք ու խնդրում ենք, որ այդ ճանապարհին լինել մեր կողքին, աջակցել, որ ել ավելի մեծ բարձունքների հասնենք միասին։ Ողջույն։ Ուզում եմ մի փոքր պատմել Դեպի Բարձունք ոդքասթի մասին։ Մեր եթերը ամբողջությամբ լցված է լինելու նոր սերնդի խոսքով, խնդիրներով, ապրումներով եւ հույսերով։ Մի խոսքով ոդքասթը լինելու է պատանեկան, իսկ ես լինելու եմ այն միջնորդը, որը կստեղծի կապը ձեր եւ իրենց միջեւ։ Ոդքասթի հյուրերը լինելու են Դեպի Բարձունք ակումբի անդամները Հայաստանի ամենատարբեր բնակավայրերից։ Դե բնականաբար ծրագիրը կայացնելու համար ձեր աջակցությունը խիստ օգտակար կլինի։ Ծրագրին կարող եք աջակցել կատարելով նվիրատվություն, նկարագրությունների բաժնում գտնվող հաշվեհամարին կամ պարզապես բաժանորդագրվելով մեր YouTube-յան ալիքին։ Բարև ձեզ, դուք դիտում եք Դեպի Բարձունք ոդքասթը, մենք արդեն մոտենում ենք մեր եթերաշրջանի ավարտին եւ այդ առիթով այսօր հյուրընկալել ենք Դեպի Բարձունքի խաղայնացման թիմից ընկեր Մարին։ Ողջույն ընկեր Մարի, ինչպե՞ս եք։ Լավ դու։ Ես էլ եմ լավ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, որ այսօր եկել ես։ Ես եմ շնորհակալ։ Այսօր մի քիչ խոսելու ենք քո ոլորտից, բայց նախ կուզեի հարցնել, թե ինչ է ասել լինել խաղայնացման թիմից։ Դեպի Բարձունքը արդեն գրեթե 1 տարի այդ խաղայնացման մոդելը հիմնական ծրագիրը իրականացնում, այսինքն ընդհանուր այդ կրթական ողջ գործընթացը երեխաները խաղի տեսքով են պատկերացնում ու այդ նպաստում է եւ ինչ որ բուրըն զգացումների առաջացման է իրենց ներսում, թե բնականաբար մոտիվացիայի մեծ չափաբաժնի պատկերացում ունեն ինչ որ աշխարհների վերաբերյալ ըստ այդ հայկական լեռնաշխարհների գագաթների դրա մասին երևի արդեն խոսել ենք ոդքասթների ընթացքում դրանք հաղթահարելու հետ կապված տենց ձգտումներ ունեն, բացի այդ ամեն օր առաջադրանքներ են սպասում Ալևորից, երբեմն ինչ որ ուղումներ ու զգուշացումներ են ստանում վիշապից ու տենց այդ միջավայրը բավականին ոգևորող է իրենց համար դառնում սովորելու ու բնականաբար այդ ոգևորությունը փոխանցվում է նաև մեզ, ես էլ հնարավորինս փորձում եմ առաջադրանքները ավելի հետաքրքիր, ոգևորող, այնպիսին դարձնել, որ թեկուզ այդ հարցաշարերը անցնելուց հետո իրենք ցանկանան ուրիշ աղբյուրներից էլ այդ թեմայի շուրջ ինչ որ տեղեկություններ գտնեն, խորանան։ Այդպես բավականին պատասխանատու ու միևնույն ժամանակ հետաքրքիր ընթացքը։ Հասկացա, իսկ կասես մոտավորապես ինչ է մտնում քո գործառույթների մեջ։ Իմ գործառույթները հիմնականում կապն է երեխաների հետ, որ ինչ որ հարցերում խնդիրներ լինեն, արձագանքենք ու մեծամասամբ առաջադրանքների կազմելու հետ կապված ունենք հիմնականում արդեն ոնց որ պահուստ, որ ըստ դրա ենք նոր առաջադրանքներ կազմում, արդեն հարցեր որոշել, ներկայացնելու ձևը առաջադրանքների կազմել ու արդեն անցկացնել այդ մեր Telegram-յան բոտ, որ հասնի ակումբականներին։ Հասկացա, կուզեի նաև մի քիչ ավելի մանրամասն խոսենք ամբարի մասին, կպատմես մեզ ինչ է ամբարը։ Ամբարը երևի ակումբականների ամենասիրելի թեմաներից մեկն է, երբ խաղայնացումից ենք խոսում։ Ամեն երամսյակը մեկ ոնց որ իրենց
կատարած աշխատանքի արդյունքներն են տեսնում իրենք անբարում։ Ընդհանուր հարթակա, որտեղ այդ 3 ամսում իրենց հավաքած լեռնադրամների միջոցով կարողանում են ձեռք բերել թե նյութական, թե ոչ նյութական ինչ-որ ռեսուրսներ ու թե իրենց համար անձնական, թե ակումբի համար, իրենց լեռնադրամների 25%-ը մնում է իրենց անձնական օգտագործման համար, իսկ 75% լեռնադրամների միջոցով արդեն ամբողջ ակումբի լեռնադրամներն են կազմվում, ու այստեղ տարատեսակ բնույթի նվերներ կարող են ձեռք բերել, սկսած պարուսուցումից ու իրենց ակումբի վերանորոգումից մինչև արդեն պրոյեկտոր, համակարգիչ, նյութական ռեսուրսներ։ Այդ որ ասացիր 25%-ը մնում է իրենց, 75%-ը ակումբին, այսինքն անվարում առանձին նվերներ կան, որոնք ակումբի համար են ու առանձին նվերներ կան, որոնք անձնական օգտագործման են։ Հա, բաժինները երկուսն են, անձնական օգտագործման համար ու ակումբի, ու դե ոնց նշեցի 25% լեռնադրամներով անձնական նվերներից են ձեռք բերում, 75%-ով ակումբինն է կազմվում, բայց այդտեղ կարևոր եմ համարում նաև նշել, որ աստիճանաբար ակումբականները այդ 25%-ից են շատ դեպքերում հրաժարվում ու իրենց հավաքած ողջ լեռնադրամները տալիս են ակումբին ու ամբարը հնարավորինս փորձում են ակումբի զարգացմանը ծառայեցնել կամ իրենց լեռնադրամներով անձնական իրենց ակումբականներից որևէ մեկի համար են ինչ-որ նվերներ ձեռք բերում, ասենց փոքր քայլեր են, որ տեսնում ուրախանում ես։ Իսկ ավելի շատ նյութական իրեր են վերցնում, թե հոգևոր։ Այս մասով կարծում եմ, ասենց ընթացքում բավականին այլ պատկեր ստացանք առաջին ամբարի ժամանակ, երևի այդ ըստ մեր կատարած պատվերների էլ մոտավոր ասենց կարողանում եմ հիշել, շատ ենք ինչ-որ այդ նյութական բաներ պատվիրել, դե բնականաբար եթե պատվիրել ենք, սովորաբար դրանք նյութական են, ոչ նյութականը մեզ հարազատ մարդիկ, չգիտեմ, սեմինարների են գնում, դրանց կազմակերպումը մի քիչ այլ բնույթի է լինում, բայց այս միջավայրում լինելով, ընդհանուր իրենց ուղղորդվող մտքերը տեսնելով, ինձ աստիճանաբար գնալով այդ վեբինարներ վերցնելը, պարուսուցումներ վերցնելը ավելի ոնց որ տարածված դարձավ ու հիմա եւ հասկանում են ինչու է ամբարում դրանց արժեքը համեմատաբար բարձր լինում եւ ձգտում են դրանց Շատ լավ է, որ իրականում երկուսն էլ կա ու կարողանում ենք տեսնել այս բանին ինչն են արժևորում ակումբականները ու նաև ընթացքում ինչ փոփոխություններ է իրենց մոտ կատարվում։ Այ ասեցիր սեմինարներ, ինչ թեմաներով են առհասարակ այդ սեմինար վեբինարները լինում ու ոնց են ընտրվում թեմաները։ Դե քանի որ խաղայնացման փուլ դեռևս երկար փորձառություն չունենք, իրենք էլ միևնույն ժամանակ մեծ մասը այս մի տարվա ընթացքում հիմնականում արա լեռնաշխարհում էր, դեկտեմբերից սկսած է որ արմաղաններ ունենք, այնպիսի թեմաներ ենք սեմինարների ընտրել, որ հիմնականում այդ առաջին աշխարհում գտնվող ակումբականներին է համապատասխան, թե բարդության, թե թեմայի հետաքրքրության մասով ունենք թեմաներ, թե կամավորությանը վերաբերող ժամանակակից ինչ-որ մասնագիտական կողմնորոշում, արհեստական բանականություն, դե բնականաբար արժեքների հայրենիքի մասին, ինչը կրկին աստիճանաբար երբ երկար են այս գործընթացում եփվում, տեսնում ենք, որ հնարավորինս փորձում են դրանց միջով անցնեն։ Շատ լավ, իսկ այն, որ իրենք անելուց ստանում են միավորներ ու հետո այդ ամենը նվերների է վերածվում, չի բերում նրան, որ իրանք կարող է հենց այդ նվերների համար անեն այդ ամեն ինչը, այլ ոչ թե իրանց անձնային աճի համար։ Դե նամանավանդ սկզբնական ընթացքում կարծում եմ
ինչ որ չափով բնական էր, որ այդ տարիքի ակումբականները նվերների ամբարի հեռանկարը ունենալով էին մեծ ոգևորությամբ առաջադրանքներ իրականացնում, բայց թեկուզ առաջնորդների աղյուսակի թարմացումներին արձագանքելը ամբարի պատվերների արդյունքները ցույց են տալիս արդեն, որ աստիճանաբար առաջադրանքներ իրականացնելը, եթե անգամ ինչ-որ չափով ամբարից հետագայում նվերներ ձեռք բերելու համար են մեծ մասամբ անում, այդ նվերները, ոնց քիչ առաջ խոսեցինք, արդեն այլ արժեքների նվերներ են ցանկանում ձեռք բերել, բայց կարևորը, որ ինչ-որ հստակ առաջ մղող ուժ կա, որ այդ հիշելով երեկոյան ինչ-որ առաջադրանք ստանան, չեն ասի լավ քնեմ առավոտը կանեմ, ասում են սա անեմ, որ առավոտը նորը ստանամ ու հնարավորինս 3 ամսում ավելի շատ լեռնադրամներ կարողանամ վաստակել, բայց որ այդ լեռնադրամները փորձում են հնարավորինս արդյունավետ ու հանրօգուտ օգտագործել արդեն, այդ կարելի է նկատել ուրախանալ։ Հասկացա, ես էլ եմ ուզում ինձ էլ առաջադրանքներ կուղարկեք։ Հետաքրքիր։ Լավ, այ որ ասացիր, հաճախ լինում է իրենց ամբողջ լեռնադրամներն են տալիս ակումբին եւ այլն, կա ինչ-որ տոնց հետաքրքիր հիշվող դեպք, որ տոնց տպավորել է քեզ կամ թեկոզ որ ինչ-որ բան սպասում էր, որ չեն վերցնի, արժեքավոր չի լինի իրենց համար, բայց վերցրել են։ Հա, այս վերջին ամբարից ամենաշատ ձեռք բերած անձնական նվերների շարքում ոնց որ վեբինարներն էին գումարային, այնտեղ չգիտեմ, թերմոս, ականջակալ նման բաներ էլ կային, որ սովորաբար դրանք էին նախորդ ամբարներում շահագրգռում ու բացի այդ դեպքեր են եղել, որ ենթադրենք բոլոր ակումբականները գրեթե շապիկ են ունեցել են նոր ակումբական, ով դեռ շապիկ չի ունեցել ու քանի որ նոր ա եղել, շապիկին համապատասխան լեռնադրամներ հավաքած էլ չի եղել միջև ամբարի բացվելը ու տենց իրենց լեռնադրամներով նոր ակումբականների համար են շապիկ ձեռք բերել, որ ամբողջ ակումբով շապիկներ ունենան, այս վերջին ամբարին կարծեմ նոր կյանքի ակումբներ, որ ոչ մեկ անձնական նվեր ձեռք չէր բերել, երևի ընդհանուր որոշման էին եկել, որ պետք է բոլորը իրենց ողջ աշխատանքը այդ 3 ամսում ակումբի զարգացմանը նվիրեն։ Շատ լավ, շատ ուրախալի է։ Ասեցիր առաջնորդների աղյուսակ մի քիչ առաջ, մի քիչ կպատմես այդ ինչ է։ Առաջնորդների աղյուսակը կրկին էս մեր խաղայնացման դաշտի ոգևորող գործոններից է, որ բոտի ալևորի հետ առաջադրանքներ են իրականացնում, կախված առաջադրանքի բարդությունից, երկարությունից համապատասխան քանակի լեռնադրամներ են ստանում ու դրա մասին էլ հաղորդագրություն են ստանում, որ այս առաջադրանքի համար այսքան լեռնադրամ ստացար ու այդ արդյունքները արդեն տեսնում են առաջնորդների աղյուսակում, բարձունքի կայքում, այդ դեպի բարձունքի ենթաբաժնի կողքը հենց սլաք կա, որ տանում է դեպի առաջնորդների աղյուսակ, այդտեղ արդեն բոլոր ակումբականները բոլոր ակումբներից ըստ իրենց առաջադիմության դասավորվում են, աճման կարգով բնականաբար, ու որոնում են իրենց անունը, գտնում են կամ եթե առաջատար են հենց առաջին էջում տեսնում են ու բավականին հետևողական են լինում, ըստ ալևորի ուղարկած միավորների գումարում հանում են, եթե ավել պակաս բան կա մեզ տեղեկացնում են։ Իսկ այսինքն նաև մենք, այսինքն նաև դեպի բարձունքից դուրս մարդիկ ցանկացած բոլորը կարող են մտնել նայել այդ առաջնորդների աղյուսակը բոլորի համար հասանելի է, բարձունքի կայքում է։ Ինձ բավականին հետաքրքիր է զարգացումներին հետևելը։ Հրաշալի։ Դու նաև համակարգում ես մեր գրքի քննարկումները դեպի բարձունքի ակումբականների հետ։ Այ կասես շատ են կարդում պատանիները։ Ես երևի ինձ ոգևորող թեմաներից մեկն է, որովհետև լինելով իրենց այդ փուլով անցած մարդ ու այդ տարիքում
գրքասեր լինելով բավականին բարդ էր չունենալ միջավայր, որ ու փորձել եմ փնտրել ինչ-որ բաներ, բայց չեմ ստացել այն ինչ փնտրում էի։ Ու հիմա որ տեսնում եմ իրենք տենց իրար ունեն ու ինչ ոգևորությամբ են կարդում ու քննարկում, բավականին մեծ պատասխանատվություն առաջանում, որ այդ սերը գրականության հանդեպ իրենց մեջ ավելի բուրըն դարձնել։ Վերջերս Ռանչպարների կանչը գիրքն էինք, բավականին խիզախ քայլի գնացինք միանգամից, տենց միջև այդ փոքրիկ իշխան Ջոնաթան Լիվինգսթոն անունով ջայ բավականին ծավալով փոքր գրքեր էինք տվել, ու տենց միանգամից Ռանչպարների կանչ կարծում էինք, որ այս մի քիչ արկածախնդրություն էր, որովհետև տենց ծավալուն գրքեր հիմա հաճախ խուսափում են ու սպասում էի տենց փոքր ինչ-որ քննարկման, բայց միացավ մոտավոր 50 հոգի ու հարցերից ու քննարկումներից իրար հետ ինչ-որ հարցերում չհամաձայնելուց հասկանում էի, որ իրոք սենց ուշադիր կարդացել են գիրքը։ Հուսանք այդ ամենը սենց կզարգանա։ Շատ հավես է, ես այդ տարիքում երևի տենց կերազեի այդպիսի հնարավորություն ունենալ, որ քիչ եմ շրջապատը կարդար, մի հատ էլ տենց ինչ-որ գաղափարներով մարդկանց հետ հնարավորություն ունենայի քննարկել այդ ամեն ինչը։ Իսկ վերջին երկու գիրքը, կարող ես ասել 3-4, որոնք հիշես։ Ոնց նշեցի Ռանչպարների կանչն են կարդացել, նախորդը, հիմա Հոբիտն են կարդում, շուտով դրա քննարկումն էլ կլինի ու դրանից առաջ էլ Ծերունին եւ ծովն են կարդացել։ Ես հիշում եմ, ես դպրոցական էի, Ծերունին եւ ծովը կարդացել էի ու ինձ դպրոցում տենց ստիպում էին լուրջ չմոտենալ այդ ստեղծագործությանը, բայց ես տեսնում էի, որ այդտեղ իրոք լուրջ բաներ կա ու այդ վախը իմ ներսում կար, որ իրոք կարող են սխալ ուղղորդումները ինչ-որ ճիշտ հեղինակների ու գրականությունից հեռու պահել ակումբականներին, դրա համար լավ էր, որ մենք քննարկեցինք ու տեսա, որ իրոք խորը տեսնող երեխաներ ունենք։ Հրաշալի, իսկ մոտավորապես ասացիր, որ Ռանչպարների կանչին 50 հոգի էր միացել, բայց ընդհանուր որ միջին հանենք, ընդհանուր քանի հոգի է միանում հիմնականում։ Կախված գրքի ծավալից ու շրջանից, որ շրջանում որ տալիս ենք, թիվը տարբեր է լինում, բայց մոտ տենց 60-ից 80 հոգի միանում է գրքի քննարկումներին ու զարմանալիորեն բնականաբար դրա համար ենք ինչ որ լեռնադրամներ տալիս, մեր դաշտում ոնց որ կանոն է, որ ամեն ինչ պետքա խաղայնացման ձևաչափերին համապատասխանի, բայց գրքասերների թիմը ընդհանրապես այդ լեռնադրամները իրենց չի հուզում, այդ քննարկումների ընթացքում այդ թեմաները չեն շոշափում, ես վերջում նկատեցի, որ ոչ հարցնում են ինչքան լեռնադրամներ կան, ոչ հարցնում են ստանալու ենք, թե չենք ստանալու, այդպես այս էլ ինչ-որ չափով են հարցի պատասխանը։ Հասկացա, շատ հավես է իրականում։ Դու բավականին պատանի տարիքում ես դարձել ընկեր Մարի, ինչ զգացողություններ կան։ Իրականում սկզբում մի քիչ վախենում էի, որովհետև որոշ դեպքերում հասակակից, որոշ դեպքերում անգամ կարող է ամիսների տարբերությամբ ավելի մեծ մարդկանց համար դառնում ես թիմի դաշտից ինչ-որ մեկը, բայց նաև աստիճանաբար հասկացա, որ կարևոր է, որ լինի մեկը, ով եւ պատկերացում ունի, ինչա իրենց ներսում կատարվում այդ process-ների ընթացքում, ինչպես են հիմա իրանք մտածում, ինչը իրանք կողքեվորի, ինչը չի ողքեվորի ու այդ օղակ լինի թիմի ու ակումբականների միջև ու ոնց որ այդ ներսում միջուկը լինելու դերը բավականին հաճելի ու հետաքրքիր է։ Հասկացա, քանի որ մեր վերջին թողարկումներն են, քեզ կուզեի հարցնել մի քիչ մեր ոդքասթի մասին, արդյոք դիտել ես բոլորը ու արդյոք հետաքրքիր են ու կուզես էլի շարունակվեն։ Դիտել եմ, հուզվել եմ որոշ դեպքերում։ Այս ոդքասթը դեպի բարձունքի
ունեցած ճանապարհին լուսավոր կարևոր կետերից մեկն եմ համարում, որովհետև ահռելի աշխատանք ու արդյունք ենք ունենում, որ ուղղակի շատ բարդ է ներկայացնելը հազար ակումբականների ներսում ինչ է կատարվում, ինչ արժեքներ են աստիճանաբար ծնվում ու սկսում էլ ավելի արժևորվել, ու այս ոդքասթը լավ կարողանում է ընդգծել այդ ամեն ինչը ու շարունակությունը բնականաբար այդ ամենը էլ ավելի մեծ արդյունքների կհասնի ու կարծում եմ պարտադիր է, որ շարունակվի լուսաբանվել։ Հասկացա, հաշվի կառնենք, իսկ կա ինչ-որ մեկ թվարկում, որը տենց շատ է տպավորվել։ Դե առաջինն էր երևի, առաջինը լինելու պատճառն էլ է նպաստել, որ մի քիչ այլ զգացումներով եմ նայել Նռանեի ոդքասթը, Անժելային էր բավականին տպավորիչ ու երևի թվարկելով ինչ-որ պահեր կան, որ սենց տպվել են ուղեղումս ու իրոք ինչ-որ պահերի ստիպում են առաջ նայել, առաջ շարժվել։ Իսկ ինչ կփոխեիր մեր ոդքասթում։ Դե ոնց նշեցի, ակումբականների մտքերը գաղափարների լուսաբանումը շատ կարևոր է, բայց կարծում եմ այդ ծրագրի պատասխանատու թիմում էլ կան անդամներ, որ իրենց մոտեցումները ծրագրին լուսաբանելը, բարձրաձայնելը եւս մեծ կարևորություն ունի ու խորհուրդ կտամ մյուս եթերաշրջանում իրենց հետ թողարկումներ ունենան։ Ընկեր Գեղամ, ընկեր Արեգ հաջորդը ձեզ։ Այո, ես հենց ձեզ նկարիի։ Լավ, կա մի բան, որ կուզես մոտակա ժամանակներում տեղի ունենա ծրագրում։ Այս հարցը երևի այս շրջանում ողջ թիմին տալիս, միանգամից ճամփարի մասին կմտածենք, ամռան էլ տեղի ունեցող, սեփական փորձից եմ ասում, որ թեկուզ միօրյա արշավի շրջանակներում ինչ որ շփում ենք ունենում ակումբականների հետ, հետո թե իրենց ներսում, թե մեր ներսում կուտակված ոգևորությունն ու լույսը բավականին երկար ժամանակ օգնում է մեծ եռանդով ոգևորությամբ իրականացնել այս ողջ գործընթացը ու նաև իրենց մոտեցումներն են բավականին փոխվում ու ճամբարը դե բնականաբար արդեն տևական ժամանակ շփվենք իրար հետ, օրեր կանցկացնենք ու կիսած զգացմունքները, օրերը, զրույցները պատկերացնում եմ ինչ ազդեցություն կունենան։ Հա, ես էլ եմ շատ սպասում ճամբարին։ Լավ, իսկ մոտենալով ավարտին, կխնդրեմ կոչերի շարք անես, առաջինը կոչ մեր հեռուստադիտողին։ Կուզեի նաև նշել, որ այս տարի նոր դպրոցներ ընդգրկելու ծրագրից մի փոքր շեղվեցինք, ծրագրած 12 դպրոցների փոխարեն 22-ը ընտրեցինք, մենք խիզախել ենք ու խնդրում ենք, որ այդ ճանապարհին լինել մեր կողքին, աջակցել, որ ել ավելի մեծ բարձունքների հասնենք միասին։ Շնորհակալություն։ Հաջորդ կոչը խնդրում անես ակումբականներին։ Կարծում եմ խաղայնացման դաշտում եռանդով գտնվելու մասին հորդորները, նման հորդորների կարիք չկա, ավելի շատ կուզեի, որ ակումբում տիրող միջավայրը փորձեք հնարավորինս դրական, միմյանց համար ոգևորող, լույսով ու սիրով լի դարձնել։ Եվ վերջինը կոչ թիմին։ Դուք էլ հնարավորինս կենսուրախ գտնվեք, որպեսզի ձեր ոգևորությունը փոխանցվի ակումբականներին, այսինքն դուք չէ, մենք միասին, որպեսզի հասնենք բարձունքների։ Ինչ-որ բան կա, որ կուզես ասել կոչից բացի։ Շնորհակալություն հրավերի համար։ Քեզ շնորհակալություն։ Տամ մեր վերջին հարցը, եթե դեպի բարձունքը ճանապարհ լիներ, ուր կտաներ։ Երևի իմ դեպքում ու ընդհանուր առմամբ դեպի երազանք տանող ճանապարհը ու շատ կարևոր է, որ հասնելու պահին գիտակցես, որ երազանք ես հասել, որովհետև շատ դեպքերում հասած ենք լինում ու քանի որ
այդ բարդ ու երկար ճանապարհը անցած ենք լինում, մի քիչ մոռանում ենք, որ այդ երազանքերի ժամանակին ուզում եմ այս ճանապարհին այդ երազանքի լինելու գործոնը չմոռանանք ու արդեն ինչ որ չափով որոշ բաներ ցույց են տալիս, որ երազանք ենք հասել, բայց նաև sense մեծ երազանքի հասնելուց այդ գիտակցենք ու ուրախանանք։ Շնորհակալ եմ շատ ընկեր Մարի։ Ձեզ նույնպես շնորհակալություն, որ մեզ դիտում եք, մի մոռացեք, որ հասնում եք երազանքներին ու նաև քանի որ վերջին թողարկումներն են, ձեզնից նույնպես կխնդրենք գրել, թե ինչպեսին են ոդքասթները, ինչ նորություններ կուզենաք ավելացնենք, ինչ փոփոխություններ կուզենաք անենք։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը, շնորհակալություն, որ մեզ դիտում եք, մի մոռացեք բաժանորդագրվել, հաջողություն։